Գնեք Սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Նախ ուզում եմ որպեսզի ճիշտ եւ օբյեկտիվ ընկալում, որ այդ գործը պայմանականացած սովորական գործ չի, անկապամերում չի։ Դուք ուզենաք ընկալեք սովորական գործ, մեկանհարության եւ մի զգալի մասի նաեւ Հայաստանի գործ, այն ընկալվել է որպես քաղաքական գործ։ Եվ ինքը ըստ էության քաղաքական գործ է, որովհետև այսօր այս կողմում նստած են քաղաքական գործիչներ։ Հիմա ոնց ուզում եք մեկնաբանել, ոնց ուզում եք պայմանական ասած փաթեթավորեն, որ սա օբյեկտիվ եւ որևէ ձևով ընդհանուր ֆորմալ, ընդհանրակարգերով տեղավորվում գործ է, ոչ։ Առնվազն 3 հոգի գործող քաղաքական գործիչներ են եւ պարոն Խաչատուրովը նախկին պետական բարձրաստիճան պաշտոն է։ Այսինքն ոնց էլ ուզենաք, սա արդեն իր էությամբ քաղաքական գործ է։ Եվ անցած նիստին ես դրա մասին եմ խոսում, որ ԵԽԽՎ-ի բոլոր 3 այս գործին վերաբերող բոլոր 3 բանաձևերով արձանագրված է, որ պետությունը իդեմս կառավարության ազգային ժողովին պետք է բոլոր գործադրի ջանքերը, որ քաղաքական կոմպոնենտ պարունակող հետապնդումները բացառվեն եւ դադարեցվեն։ Կենտրոնանան միայն 10 զոհերի հանգամանքների վրա։ Բայց ինչպես տեսնում եք, վերջի 7 տարին մենք մի քաղաքական հոդված, այսպես ասեմ, 301-ը փոխարինում ենք մեկ այլ քաղաքական հոդվածով պաշտոնական դեպքի չարաշահումներ։ Դրա համար անկախ նրանից դուք հիմա ոնց ուզենաք մեզ հորդորեք եւ այլն, մեկը ընկալում շարունակել։ Դրա ապացույցն է նաև այն, որ ինչ ճիշտ ասած արդեն անհանգստանում եմ ձեր եւ իմ փաստաբանի հարաբերությունից։ Որովհետեւ եթե դուք այլ նիստերում իրար հետ քաղաքին նորմալ աշխատեք, ինչու այս նիստում չի ստացվում այդ նորմալ։ Հա, այսինքն հասկանում եք, սա արդեն ձեր մասնակցությունից քաղաքական երանգ տալիս է քրեական գործ։ Այսինքն այնուամենայնիվ քաղաքական երանգը կա, իսկ տիկին ոչ, իսկ տիկին Սահակյանը իդեպ քաղաքական գործերի մասնակցության մեծ փորձ ունի։ Այս գործով է։ Խնդրում եմ դա միշտ հիշեք։ Եվ սա առաջինը։ Եվ հիմա այդ շրջաբերականի հետ կապված մի հարց ճշտամ էլի։ Կարող եք ասել, ես տրամադրեմ։ Չէ, երբ այլ։ Ես դա տեսնել եմ, եկա գալի ազգային ժողով։ Պարոն Օհանյանն հետ մենք հաստատ աշխատել ենք դրա վրա։ Դատարան երբ է ստացվում։ Դա դուք ձեր խոսքը ավարտեք։ Չէ, դուք ասեք, որ դրա շարունակությունն է։ Ավարտեք, չէ, ձեր խոսքը կավն չասեն։ Չէ, դատարանը պարտականություն չունի ձեր։ Ես տեսնում եք, չէ, ես պարզապես հարցեցի, որտեղ իմ խոսքը ուզում շարունակեմ պատասխանի վրա, եթե չկա, ասենք մի շաբաթ առաջ ա եկել, 10 օր առաջ ա եկել, այդ եմ ուզում պարզապես հասկանամ։ Եթե դա եկել ա վերջերս, դա այսպես արտահայտում։ Ընդհանրապես, որտեղ նախորդ նիստին նմանատիպ տեղեկություններ դատարանը չուներ, ենթադրում եմ, եթե ունենալ մեծ կտեղեկացներ։ Հիմա նայեք, ես որպես այս պրոցեսի մասնակից ողջամիտ կասկած ունեմ, կամ հիմնավոր կասկած, ինչպես կասենք քրեական բարույթի շրջանակներում, որ հունվարի 1-ից գործը արագացնելու կամ շաբաթը մեկ անելու ունի շատ մեծ այլ դրդապատճառ։ Քաղաքական պրոցեսները, որոնք նախատեսված են ազգային ժողովի ընտրություններով։ Պարոն Գևորգյան, ես ավարտենք էլ առավոտից իրիկուն նիստեր էլ անենք։ Չէ, մի վարքյան։ Ես առաջ կանցնեմ։ Ես հանգիստ խոսում եմ։ Ամեն օր եթե նիստ անենք չենք ավարտել։ Հիմա դա շարունակություն է։ Այն, բայց ուրիշ բաներ չեն Մի վարքյան։ Ես նիստի Ավարտենք։ Իմ օրին համոզմամբ, որ սա ալբոմ է հունիսի նախատեսված խորհրդարանական ընտրություններին ապահովելու քաղաքական տեսարաններ հանրային։ Մասնավորապես մարտի 1-ով, որ բացի դրանից դրաման նաև դրամալ, որ որոշ գործիչներ, ովքեր այս պրոցեսով ներգրավված են, ուրիշ բանով չզբաղվեն։ Մեր 20-ի դրությամբ է դատարանի տրամադրությունը։ Այսինքն ամենից խորհուրդը առաջ է եկել։ Եվ ըստ էության ալբոման այդ դրաmal, որպեսզի այս պրոցեսի մասնակիցները ուրիշ բանով չզբաղվեն, բացառապես գան շաբաթը մեկ այստեղ եւ քաղաքական բոլոր պրոցեսների մասնակցություն սահմանափակվի։ Սա առաջինը։ Երկրորդը հարգելի դատարան, ձեզ ուղարկել են 20 օր առաջ օրենքի նախագիծ։ 4 օր առաջ օրենքի նոյեմբերի 20-ին նկատուներ նախագիծ։ Հոկտեմբերի 3-ին ԵԽԽՎ-ն ընդունել է հատող բանաձև, որը բացում է ընդհանրապես իմ օրինակի հիման վրա,
Արմեն Գևորգյանի, բարձում այն իրողությունները, որոնք պետք է առաջնորդվեն 46 երկրների դատական իրավական համակարգերը։ Եվ կետերից մեկը ասում է, որ ազգային ժողովի համապատասխան իրավասու մարմինները ցանկալի է, որպեսզի այս որոշման մասին իրազեկեն իրավապահ մարմիններին։ Մենք ազգային ժողով դիմել ենք հոկտեմբերի 20-ին իմ փաստաբանը, առաջարկությունը, որ այդ բանաձևը ուղարկվի համապատասխան դատարաններ, որտեղ գործեր են քննվում։ Եթե ես ճիշտ եմ հասկանում, այս փայլությամբ այդ բանաձևը դուք չեք ստացել։ Որտեղ եթե դուք ստանաք այդ բանաձևը, ապա այսօր չեք ասի, որ ես 130 օր գտնվել եմ ակրբանում, գործողությունների մեջ։ Այն բարձ պատճառով, որտեղ այնտեղ շատ հստակ գրված է, որ դա հայեցողություն չի, ցույց տան, ցույց չտան, գնա, չգնա։ Դա պարտավորություն է, որը պետությունը պետք է կատարի։ Չէ, հիմա նայեք, դուք քիչ առաջ ասեցիք, որ դատարանը գնացել է Արցախում եւ դրանով պայմանավորված օրը որոշվել է։ Հիմա վերջի անցման ընթացքում իմ գործողություններով հետ կապված մենք դատականիստերի օրը փոխել ենք։ Դրա համար իմ գործողման օրերը չեն կարել դատականիստերի վրա ասել։ Օրինակ դեկտեմբերի 1-ը ծնվել է նրա պատճառով, որովհետև դեկտեմբերի 3-ից 7-ը ես բացակայելու էի։ Հոկտեմբերի 30-ը նշանակվել է նրա պատճառով, որովհետև ես նոյեմբերի 3-ից 5-ն էի բացակայելու։ Այսինքն ուզում եմ ասել, եթե մենք օբյեկտիվ ենք խոսում, ուրեմն խոսենք բոլոր հանգամանքներով միջև վերջ։ Ինչ վերաբերում է ողջամտության։ Հիմա այստեղ շատ հետաքրքիր բան ա, գնա տարեզական բանակարարության հետ կապված։ Ես այդ վարժությունը կանեմ հաջորդ նիստին դες տեղեկացնեմ։ Պարոն Քոչարյանն էլ առաջ։ Չէ, դուք եք ոնց որ թե արկարեցիք։ Ես օրինակ առաջարկեի բոլորին այս դահլիճում նստածներին, այդ թվում դատախազին։ Նրա տարեզական բանակարարությանը հարցնեք, ինչքան ողջամիտ, ինչքանով ողջամիտ մեղադրանք են բերել։ Որ 800 Չէ, արհեստական բանակարարությունը կարող որոշի, որ արդյոք այս մեղադրանքում կարող լինել 850 վկա, 112 տուժող, այս տավալի գործ եւ այլն։ Եվ իմիջիայլոց մի բան էլ դες ասեմ։ Երբ որ այդ ամեն ինչ արվում էր 2018-19 թվականներին, ենթադրությունը եղել էր, որ երկրում իրավիճակ չի փոխվելու, 2020 թվականին պատերազմ չի լինելու, կովիդ չի լինելու, քաղաքական պրոցեսները գնալու են այնպես, որպես այն ժամանակ էին գնում նա ուռա, այսպես ասեմ, եւ դատական համակարգերում այս գործերը սենց հալածյորից անցնել էր։ Բայց իրավիճակ փոխվեց։ 2021 թվականին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց։ Հիմա ողջամտությունից ենք խոսում։ Տիկին Սահակյանը 2021 թվականին դատարանում առաջարկել է գործի քննությունը կասեցնել եւ սպասել միջև համապատասխան դատական ակցիաների որոշումը դատախազության բողոքարկման հայցերի կապված։ Եվ ինչ ստացանք։ Գործը քննվում էր 3 տարի, 3 տարի բերել են։ 3 տարի բերել են, վերջում դատավորի լիազորությունները կասեցվել են, մենք հիմա գալիս ենք նորից 1.5 տարի քննարկում ենք թույլատենք, թե չթույլատենք։ Այսինքն սա պայմանական ասած հարգելի դատարան, այնուամենայնիվ պետության, պարտականության, ողջամտության այն դեպքն է, երբ որ մենք կարանք ապել ուրիշ հանգամանքներ ու կապվածներ տեսնենք։ Դրա համար երբ որ դուք ասում եք, դուք այսպես եք ընկալում, մենք ձեզ ասում ենք, օբյեկտիվորեն դա չի կարող այդպես ընկալվել, որովհետև այս քաղաքական գործի տրամաբանությունը ուրիշ ձևացանվել։ Երբ որ պետության ղեկավարները հայտարարություններ են անում այս գործի վերաբերյալ, հենց այս գործի վերաբերյալ, երբ որ դուք ասում եք, որ դուք չեք լսել, ես կարող եմ ենթադրել, որ դուք չեք լսել, բայց դա չի նշանակում, որ չի լսել դատախազը, չի լսել դատավորները, չի լսել ԲԴԽ-ի ղեկավարները եւ այլն, եւ մնացած բոլոր մարդիկ։ Այսինքն հանրային ընկալման մեջ այնուամենայնիվ արդեն ձևավորվում է այն ընկալումը, որ կա ինչ-որ հանձնարարություն եւ կոնկրետ ուղղություն։ Այս է խնդիրը։ Հիմա դուք ինչ ուզում եք արեք, այնուամենայնիվ։ Հիմա Տիկին Սահակյան ձեր նույնիսկ գործով հանգիստ գալիս է, որտեղ այնտեղ լրիվ քրեական օրենսգրքով պայմանական ասած տարը են դուք դնում եք առաջ, իսկ այս գործով պայմանական դրել են ձեզ վրա, որ ասում են մենք սարքել ենք, թող դատավորի գլուխը ցավա։ Հիմա մենք չենք ուզում մեր գլուխն էլ ցավա։ Կներեք, արդեն 7 տարի է ցավում է, ու չենք հասկանում ինչի համար։ Հիմա երբ որ դուք ասում եք իրանց ծանրաբերվածության մասին, ես դեռ մի բան ասեմ։
Օրինակ ինչի իրանք իմ դատապաշտպանը կամ իմ գործընկերների դատապաշտպանները պետք է նաև շաբաթը մեկ կամ չգիտեմ որոշ բարբերականությամբ մասնակցեն մի դատաքննության, որը ծերից ծեր ապօրինություն է։ Ասենք քաթ հայցը այս գործով։ Ոչ կա մեղադրանք, ոչ կա մեղադրանք։ Ոչ կա դատավիճակ։ Չէ, դուք չունեք։ Իրանք ունեն դատախազությունն է ներկայացրել։ Այս մահ չէ, իհարկե դատախազություն։ Խնդրում եմ ենթադրեք էդի։ Ես չեմ ասել եմ, որ դուք հիմա ես տորից եմ ասում։ Դուք ասում եք ծառաբերնվա, դուք ես գործի վրա կենտրոնացեք։ Հիմա կոնկրետ ես գիտեմ Տիկին Սահակյանը, ես գիտեմ Վահան Օրբելյանը, առնվազն շաբաթը մեկ կամ ինչ-որ բարբերական դրվեցան նիստերին մասնակցում են։ Նույն process-ը, նույն ներվերը, նույն ժամանակը, նույն էներգիան, եթե ոչ ավելի շատ, քան թե սովորական գործերից, որովհետև իրանք բոլոր տեղերը տեսնում են ինչ-որ հստակ մոտեցում, դատական իշխանության կողմից հստակ մոտեցում, որովհետև եկեք անկեղծ լինենք, ես այդ հարցը տվել եմ դատական արհեստական բանականությանը, մի ձևից պատասխանել, սա աբսուրդ է, ոնց չկա մեղադրական դատավճիռ, բայց կախայց են տարել, դե հիմա ոնց չասենք, որ սա այդ քաղաքական շոուի մասն է, որ դա ալվելա նրա համար նաև, այսպես ասեմ ձեզ, ինչպես ես կարող եմ ենթադրեմ, որ հանկարծ տեղի նստածների մտքով չանցնի բարեմության ժամկետ խնդրեն, որ հետո ասեն ոչ արդարացման հիմքով ընդեղ քաղաքայց են անում եւ այլն։ Դե հիմա եկեք անկես խոսանք, եթե խոսում ենք խոսանք։ Էս է, մոտիվացիան է։ Հիմա ես, նայեք, հարգելի դատան, դուք պետք է համակերպեք այն մտքի հետ, որ առնվազն այս դատարանում, այս դահլիճում, այս պայմանությամբ երկու հոգի ազգային ժողովի պատգամավորներ են, որոնք մեղադրական դատավճիռ ունեն, այսինքն մենք մեղադրյալ չենք եւ անեղության կանխավարկածից ելնելով ես առնվազն գոնե ինձ տեղ ընկալում եմ որպես քաղաքական հանրային գործիչ, որը այդտեղ է նաև ոչ միայն իր շահերը, այլ նաև հանրության շահերն է պաշտպանում, որպեսզի դատավարությունները նմանատիպ այլևս ապագայում չկրկնվեն։ Հիմա ես չգիտեմ Վահան Օհանյանը նույն ձևի անկալում թե չէ, բայց առնվազն նորից եմ կրկնում, ստեղ 3 հանրային քաղաքական գործիչ են նստած, որոնց դուք չեք կարող ասեք, նստեք եւ լսեք ոնց են մենք ձեզ դատում։ Դու չի կարող լինի։ Իսկ ինչ է նշանակում դատել։ Հենց այդ է նշանակում, ինչ է նշանակում կատարում։ Դատել միայն նշանակում է, որ ձեր պատկերացումը։ Տեսեք, դուք արդեն իմ ասածից սկսում եք անձնական ընկալում, դուք սկսում եք արդեն անձնականով ձեր դատել։ Ինչ է նշանակում։ Նշանակում է այն, ինչ որ տեղի ունենում։ Արտադրություն իրականացնել։ Ոչ, սա արդարադատություն չի։ Սա դեռ արդարադատություն չի։ Արդարադատություն Պարոն քիչ առաջ վերադառնանք դատարանի կողմից հնչեցրած հայտարարությանը, եթե որևէ փուլում գտնեք, որ դատարանն իրականացնում, արդարադատություն դրա համար առկա է։ Հարկի դատարան։ Դուք միան անցկացրեք։ Այդ լիազորությունները կամ այդ իրավունքները 7 տարվա ընթացքում ես շատ լավ սովորել եմ։ Եթե դաժե անգամ ես էլ չմոռանամ, իմ փաստաբանները հիշացնեն։ Այսինքն այդ իմաստով անհոգ եղեք։ Ես հիմա հնչեցնում եմ իմ որպես այս գործով արդեն 7 տարի տառապանքի փորձ ունեցող, այսպես ասենք, անձնավորություն։ Ես չեմ կարող հասկանալ։ Հիմա դուք նաև արել։ Ես համոզված եմ, որ այդ ինչ որ հիմա հնչեցրեցիք, այդ շրջաբերական, դա քաղաքական մոտիվացիա է։ Բացառապես այս գործով պայմանավորված։ Ու շատ հետաքրքիր է, ես չգիտեի դրա մասին, որ փաստորեն դա հնչեցվել է ազգային ժողովում համապատասխան մարտի 1-ի լսումների այսպես կոչված ժամանակ։ Օրենքները ձեր աշխատանքի վարում են ընդունվում։ Իա, հիմա ինչպես որ մենք աշխատանքները վարում ենք փաստորեն։ Փաստորեն ընդունում եք, որ մենք աշխատանքները վարում ենք, հարգելի դատան։ Ձեզանից կախված ամեն ինչ արեք, չընդունվի որևէ օրենք։ Մի բան է, հարգելի դատան։ Ես ճիշտ եմ հասկանում կամ ճիշտ եմ ընկալում, դա հավետորական հարց է, իհարկե դատարանի չողոք, բայց եթե անգամ այդ օրենքը ընդունվի, ես ճիշտ եմ հասկանում, որ ինքը չի կարող հետադարձություն ունենալ։ Պարոն Գևորգյան, անգամ ժամանակակցությունը, չգիտենք երբ պետք է, պարոն Քրոյանը հայտարարեց 2026 թվականը, անգամ դա ընդհանրապես 270.1 հոդված լրացնելու վերաբերյալ ի թիվս այլնի, նաև դուրս է գալու Պահեստանի դատավոր հասկացությունը, նաև այլ կարգավորումներ կան, չծանոթանում եք դատական նիստը, պայմանական այս նիստին վերաբերել է ու եւ մնացած նիստերի կոնկրետ որ հստակ ժամկետներ են սահմանվել։ Հիմա այս ժամկետները կլինեն
1 տարի, ևս 3 տարի պատճառաբանված մի տարով երկարացնել, թե կդառնա 10 տարի, թե կդիտարկվի պայմանական ամենայն հարկանքով ընդունողների գրողների նկատմամբ աբսուրդ եւ չի ընդունվի։ Դա հետո հետագայի քննարկելու հարց է, բայց մենք ունենք մի իրավիճակ, որ կա նախագիծ, գործող է, կա ողջամիտ ժամկետներ։ Այս պահին մենք գործում ենք ողջամիտ ժամկետների տրամաբանությամբ։ Երբ այս օրենքը ընդունվի, մենք այդ պայմաններում շաբաթը 1 դատական նիստը արդեն երևի դուք կխնդրեք մենք դատական նիստ նշանակենք, բայց դատարանը չի տեղավորվի մենք դատական նիստ նշանակել, որտեղ պետք է սև ժամկետում, եթե քննությունը շարունակվի, պետք է ավարտվի։ Դուք ասում եք, պարոն Գևորգյան, մենք քաղաքական գործիչ ենք, մենք այստեղ պետք է չգտնվենք եւ այլն եւ այլն։ Ես այդ բան չեմ ասել, ես չեմ ասել, որ դուք ունեք դատավորական կարգավիճակ։ Անձամբ դուք այլ մեղադրանքով եւս։ Դուք ունեք պարտականություն յուրաքանչյուր անգամ, այնքան գա դատական նիստերի, մինչև որևէ փուլում դատարանը կավարտի այդ գործի քննությունը։ Այս կանոնի որոշումը դա է։ Ինչ վերաբերում է 130 օրից ավել բացակայությունների, դատարանը բոլոր դեպքերում ձեր բացակայությունները համարել է հարկի։ Ինչ վերաբերում է, որ հունվար ամսից սկսած յուրաքանչյուր շաբաթը 1 անգամ դատարանը պլանավորում է նիստ նշանակել, եթե դատական նիստերի որևէ մեկը համընկնի ձեր գործողությունների հետ, ի նպաստ Հայաստանի Հանրապետության որդի գնահատ գործողություններ մեր շահերը բարձր պահել։ Այդ դատական նիստերը այդ մի պայմանականորեն շաբաթվա, չորեքշաբթի, 5շաբթի կամ ուրբաթ-օրը չենք անցկացնում։ Եվ պրակտիկայում էլ, եթե դուք շարունակաբար 130 օր, 160 օր, 170 օր, մենք դարձյալ գալու ունենալու իրավիճակ, որ եթե շաբաթը 1 օր է նշանակենք, նաև հաշվի առնելով արձակուրդները մյուս։ Մենք ողջամտորեն 1 ամիս 4 նիստ անցկացնենք, 1 ամիս 1 նիստ անցկացնենք։ Եթե մենք հստակ ունենանք կոնկրետ օր, այդ օրը համընկավ ձեր հարգելի գործողման հետ, մենք այդ օրը կհանենք։ Համընկավ նախագահ դատավորի արձակուրդի հետ, այդ օրը կհանենք, բայց մենք ունենանք հստակ սահմանված օր շաբաթվա մեջ, որ եթե չկա արձակուրդներ, չկան գործողումներ, չկան այլ պատճառներ, մենք այդ օրը պետք է նիստ անենք։